Բարև ձեզ, ես Մարիամ Գևորգյանն եմ, այսօր կտնկեմ պղպեղի սերը։ Վերցնում ենք սովորական սպոնջ և դանակով կտրում ենք իրարից մեկ մաթարավորության վրա երկու շարք, որոնց խորությունը պետք է լինի 1 սանտիմետրի սահմաններում։ Դրանից հետո վերցնում ենք սերմը, բացում ենք կտրվածքը և գցում ենք մեջը։ Սերմերը նույնպես պետք է լինեն իրարից 1 մաթ հեռավորության վրա։ Ինձ մոտ մի շարքում ստացվեց 5 սերմ։ Այնուհետև ջրում ենք սերմերը։ Իսկ հիմա ես կասեմ, թե ինչու մենք տնկեցինք սերմերը հենց սպոնժի մեջ։ Մենք տնկեցինք սերմերը սպոնժի մեջ, որովհետև առաջինը սպոնժը լավ է կլանում ջուրը և սերմերը լինում են խոնավության մեջ բոլոր կողմերից, իսկ երկրորդը սպոնժի մանր անցքերի միջով սերմի արմատները ավելի լավ են բազմանում և սերմը շուտ է ծիլ տալիս, որից հետո մենք արդեն կարող ենք այն տնկել հողի մեջ։ Դե ինչ տեսնենք քանի օրից իմ սերմերը ծիլ կտան, որպեսզի ես արդեն կարողանամ տնկել այն հողի մեջ։ Stay tuned.